Մի քանի անգամ ասել ենք, պարոն Ապետյան, եթե մարդը անգամ այսինքն լիբերալ է, ապազգային է, չգիտեմ ինչ է, ասում են, որ գալիս է իշխանության, կոնսերվատիվ չի, պահպանողական չի, ինքը որ գալիս է իշխանության, ինչ որ մի ժամանակաշրջան հետո ինքը դառնում է ազգային, պահպանողական, այո, դառնում են այդպիսին, եթե դավաճան չեն, որովհետև իրենք հասկանում են, այս տարածքը, որ իրենք բախտի բերմամբ, չգիտեմ ոնց կամ ինչ որ մեկը նվերատվի կամ փոխանցելա վերեն են գնում այդտեղ, իրանք հասկանում են, որ պատասխանատուն են, եթե չեն դառնում այդպիսին, ուրեմն իրանք բան են, թշնամու կողմից ներդրված մարդիկ են, դավաճաններ են կամ չգիտեմ ինչ են։ Հիմա այս շարունակենք էլի այս թեման, այս ինչ որ ինքը անում է անդիմության նկատմամբ։ Իդեպ այդ տեսարանները ես շարունակում եմ պնդել, որ իրեն գող են ուղակի, այդ մուլտիվանը որ կար Հաուսը Չէ, այո, սպորտային, այո, որ վերցրեցին, այս օղակաձև այգում, որ կա, ասում այնտեղից բաներս էս գողի նման ամեն ինչը տանում են։ Առնետի նման։ Սիրելիներս, սիրելի հայրենակիցներ են, որ դուք ուրախանում եք, որ կառուցած, շենացրած, իսկ Գագիկ Ծառուկյանը շենացնող մարդ ա եղել։ Տնտեսության մասին եմ խոսում, էլի։ Սամվել Կարապետյանը ավելին քան շենացնող մարդ ա եղել։ Երկրի գլխին նստած շրջանում Ռոբերտ Քոչարյանը ամենաշենացնող նախագահն ա եղել, որ դուք այդպես հրճվանք եք ապրում, որ մարդկանց ստորացնում են, նստացնում են, իրենց եղածը վերցնում են, նախ ես ձեզ ասեմ դրանից ձեզ ինչպես նախկինում 8 տարվա մեջ ձեզ ոչինչ չի հասել եւ չի հասնելու, մի հրճվեք, որ շենացնող արարող հարստացած մարդիկ, ովքեր նաև զուգահեռ արարել են եւ աշխատատեղեր են ստեղծել եւ մեծ բարեգործություններ են արել եւ սպորտն են խթանել եւ եկեղեցիներ են կառուցել, այսինքն բոլոր ուղղություններով էլի պարոն Արփին, պարոն Ապետյան, որ նայում ենք բոլոր ուղղություններով Ծառուկյան ասեք, այս մարդիկ աշխատել են սպորտ, եկեղեցի կառուցել, մշակութային քանի օջախի մասին ասեմ, որ Սամվել Կարապետյանը մատենադարանը կլինի, մյուսները թե ինչեր է արել Կոմիտասի թանգարանը ու այսպես շարունակ հիվանդանոցներ, էլ չեմ ասում, որ երկրորդ նախագահի ժամանակ մշակութային քանի օջախներ քրքրքանի վերած այդ գումարներով բան վերականգնեցին։ Չէ, որ դուք հրճվում եք կամ անտարբեր եք, որ այս մարդիկ այս վիճակում են հայտնվել Գագիկ Ծառուկյանն այս կալանավորված դաժան պայմաններում, այս երևի 60 աշճանի տակ են պահում, Սամվել Կարապետյանը որ շարունակում է կալանավորված մնալ, որ այդ բան տեսակ ես ընդունեմ, չընդունեմ, ինչ են տեսարանը, որ նախագահին տանում են դատարան եւ մի հատ էլ ինչ որ չգիտես ում արչեւ, թե ոնց է դարձել դատարան, ինչ որ փորձում են ինչ որ բաներ բացատրել, արդարանալ, սա ազգային դժբախտություն է, սիրելիներս, որ դուք դա չեք գիտակցում, չեք ուզում հասկանալ, հիմա էլ հրճվում եք, որ լավ է, ու կամ անտարբեր եք, ձեր համար ձեր կենցաղով, ձեր հարցերով սենց բան զբաղվում եք, ասում եք, բան, հիմա հարց եմ տալիս, այսքան որ վերցնում է, քանի սովորական քաղաքացի է հարստացել։ Քանի սովորական քաղաքացի է։ Դից խնդիր է դրած, որ ինչ-որ քանի քաղաքացի հարստանա։ Դից խնդիր կա դրած։ Օրինակ դրա փոխարեն լսում ես, թե այսինքն բանը, Պաշտոնյան, նախկինում ինչ ա ունեցել, այս արևմուտքի մյուս տեխնացուն հեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը։ Եվ ինչա փոխվել է։ Ահռելի կարողություն, այո, ահռելի։ Այսպես, դուք տեսաք, ինչքան դի ներկա կարդամ։ Այսքան քառակուսի, այսքան միլիոն, այսքան միլիոն, այսքան միլիոն, այսքան 700 միլիոն, տեսեք, այս որ կարդամ երևի, տեսեք, 44 միլիոն, տեսնում եք, չէ՞։ Նվեր ստացել։ Ընդհանուր տարեկան եկամուտը 36 միլիոն 540։ Այս մենակ տենց բան եկամուտները եւ ինչ արեց վերջերս էլ գնալուց առաջ որոշեց, որ 5 միլիարդ տերի պիտի պարգևավճար տա իր թիմակիցներին։ Ուրեմն դուք են մարդիկ, որ երբեք պետական պաշտոնյա չեն եղել, հարստացրել են երկիրը իրանց բարեգործությամբ աշխատատեղերով հրճվում ուրախանում եք որ դրանց, բայց այս պարազիտները որ փողոցից եկել միայն ավիրել գիտեն, միայն կործանել գիտեն։ Դուք պատկերացնում եք ինչ հրճվանքով իրան կհարցակվեն օրինակ Ծառուկյանի տան վրա։ Ես կտոր ամեն ինչը գողանական, Սամվել Կարապետյանը, բանը թուրքերն ասա փոքեն, սա տանեն, այն խրտվիլակը տանեն, չգիտեմ, բանի ականջը տանեն։ Իշխանությունները թույլ չեն տա, որ այդ անը։ Իրանց մասին եմ ասում, իրան։ Ով իրան։ Իշխանությունները։ Չէ, իշխանությունը տենց չի տանի, իշխանությունը տենց է տան, իրանք այդպեսին էլ չեն նվանում։ Այդ խուրդամուրդա չինովնիկներին է, որ իրանք շահագրգռվածություն ունենան, սենց գործեր անելու։ Վերջում այդ տունը ծախելու են։ Ալենը Սիմոնյան պաշտոնյանցել, չգիտեմ քանի 100,000-ներ տալիս էր ավտոներ էր առնում պետության հաշվի, դա դուք չեք ուզում նկատել, այս Արմենների, Սուրեն Պապիկյանների միլիոնները չեք ուզում նկատել, իրանց օլիգարխների միլիարդները չեք ուզում նկատել, Վիվարոյի տերը, Նարեկ Նալբանդյանների, դիշ միլիոնների
միլիարդների մեջ են, միլիոնանոց ինչ հարսանիքներ են անում եւ ոչինչ չարարելով խաղը, ասեղի վրա նստացնելով այս երիտասարդությանը, խաղատները ինչ են։ Այդ մարդը խաղատաներով է հարստացել։ Մոլության տեղը։ Բայց դուք երջանկանում եք, որ կամ անտարբեր եք, որ Գագիկ Ծառուկյանը այսօր այս վիճակում մարդ, որ 30,000 այդ բարեգործության մասին չեմ խոսում, սպորտի մասին չեմ խոսում, 7 եկեղեցի կառուցելու մասին չեմ խոսում, որ այս մարդուն տանում են։ Հա, ընտանիքներ են կանայք խեղճացել են, թե ինչ վիճակ է, ինչ է։ Այս ազգային հարց է, նույնը տարածվել է այս Անժելա, գիտեք, գործողությունները սովորաբար ձախողում են երկու պատճառով։ Առաջին, երբ որ իրավիճակի գնահատական համարժեք չի, երկրորդ, երբ որ քո ռեսուրսները ավելի քիչ են, քան քո հակառակորդի կամ մրցակցի կամ թշնամու։ Հիմա ես մի օրինակ բերեմ։ Օրինակ պատկերացրեք գերմանացիները գրավել են Մինսկը եւ Կիևը 1941 թիվ։ Արդեն ստեղծել են իշխանություն, նշանակած է գաուլայտեր, այսինքն մարզպետ, որը գերմանացի է, տեղական ինքնակառավարման մարմիններ, գյուղապետեր, քաղաքապետեր, մի մասը գերմանացի, մի մասը տեղի բնակչությունից։ Հիմա ինչ եք կարծում, այդ տարածքում ամենալավը խորհրդային տարիներին ստեղծած հարստության հաշվին ով պիտի ապրի։ Այդտեղի քաղաքացին, գյուղացին, թե իշխանությունը, որը թալանել է, վերցել է ու ասում է լավ եմ անում, ես ուժեղ եմ, անում եմ, որտեղ տենց է։ Ճիշտ է։ Լապտակ ասում է լավ եմ անում, ով եթե 5 միլիարդ նորից տալիս է պարտադիր։ Ով եթե իհարկե, բա իրա չինովնիկներն են, այդ նույնը ոնց որ թե ասենք բանակին կամ ոստիկաններին տեղի։ Ոստիկանների մեծ մասը տեղի բնակչությունից էին, փող չտային, ոչ չտային։ Բա ոստիկանի պիտի փող տային, ասում էին գիշերը աշկը տեն, հարևանի տան, սիրուն աղջկա վրա է։ Եթե պետք լինի կարաս մտնես ինչ ուզում ես անես։ Այն տունն էլ 5 հատ կով ունի, 4-ը քոնն է, թաքուն մտի վերցրու։ Որն է տարբերությունը այսօրվա եւ դրա։ Ուրեմն հիմա, երբ որ ես դրա իմաստը գնում ավտոները տանում է, սպորտ բազա վրա աչքադրը գնա թալանում է։ Պարզա կենթանիները բացառիկ նմուշներ է, բացառիկ բաներ տանում է։ Մարդը 70 տարեկան մարդը որ այսքան բան է արել, ինչ որ բարերի համար որոշել է տանում է, որ փառավորվի իր սիրտը կամ Ալիևի հոգին փառավորվի։ Երբ որ տարածքը օկուպացված է։ Ալիևը Սամվել Կարապետյանի մասին է խոսես։ Դուք պատկերացնում եք ինչքան փառավորված է, ինչքան փառավորված է Ալիևի հոգին, որ Սամվել Կարապետյանի մասին այդ մարդը խոսում է, որ իբրև թե սա Եվրոպա բանը, Սամվել Կարապետյանն Եվրոպայում բան է արել, լոբիստական աշխատանքով է զբաղվել, հիմա որտեղ է եւ հրճվում է դրա վրա, որ կալանավորված է Սամվել Կարապետյանը, հրճվում է վստահաբար նրա համար, որ մեր ռազմաքաղաքական էլիտան իր բանտում է, հրճվում է նրա վրա, որ մեր նախագահները հիմա դատարաններում են, հրճվում է նրա վրա, որ Գագիկ Ծառուկյանը, որը ասում է, Գագիկ Ծառուկյանն ինչ ասում, ասում է այս անտեր երկիրը թողեք թող մնա։ Օրինակ ինչ է, իրանց ուզածը ինչ է։ Ասում եմ։ Փող են ուզում, հարստություն են ուզում, իշխանություն են ուզում։ Ինչ է։ Դու ոնց եք պատկերացնում, Սամվել Կարապետյանի ուզածը ինչ է, որ փող է ուզում Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը 1 միլիարդ բերե փող է դրել այստեղ, էլի պատրաստ է դնելու, հաստատ էլի դնելու է, եթե Աստված տա Հայաստանը մնա։ Անժելա, լավ, հիմա եկեք սենց էլի ավելի սթափ ենք նայում։ Օրինակ ինչու նման գործողություններ չի արվում մյուս օլիգարխների նկատմամբ հարց։ Որտեւ այդ մյուս օլիգարխները հայտ չեն ներկայացել Փաշինյանից իշխանություն վերցնելու։ Այդ ոնց է դու գնում ես ասում ես ցեմենտը ոնց է սեփականաշնորհ վերցնում ես։ Բանդելիքը մարդիկ կան սեփականաշնորհած։ Հələ մի հատ գնա հերթով ջերմուկը ոնց է եղել, այն ջուրը ոնց է եղել, կինոթատրոնը ոնց է եղել, կինոտոնը գրոշներով քո սիրելի ՀՀՇ-ն գրոշներով տվել է։ Քո սիրելի վերընկած դաշնամուր նվագող նախագահը, չգիտեմ ինչա, քաղաքապետ եղած ժամանակ ինքն է ասել է տեղական գրոշներով տվել է։ Դե գնա ամեն շենքի հետևից, ինչի՞ չես գնում։ Ինչ ես գնում ելա քեզ մարդկանց։ Դե գնա։ Այդ մարդիկ։ Դե գնա։ Ասեմ, երկու պատճառ։ Դե ազնիվ ես Նիկոլ գնա։ Պարզ համեստ ասեմ գնա։ Դա այսինքն դու հələ միջև մտածես որ Նիկոլ կարող ազնիվ լինի։ Չէ, որ դե մոլորեսնում է մարդկաս մենք հանուն պետք է գնա Նիկոլ ջան, գնա, ավելի լավ։ Գնա բերասա ոնց է $5,000 սեփականաշնորհ է։ Ոնց է $1,000 սեփականաշնորհ է։ Ոնց է բանը, գնա մի հատ հələ տեսնենք։ Դա միջև 2150 թիվը ճուղ, չէ, տերև, էդի տենց է գնալու։ Մինչև 2150 թիվը գնալու է։